Հանուն Հոր և Որդվո և Հոգևոր Սրբո ամեն։ Հայրապետական օրհնությամբ ու քրիստոնեական չեմ սիրով ողջունենք Մեծիդան Անգելիկիո Կաթողիկոսության Անտիլիասի մայրավանքեն ներկա համագումարին բոլոր մասնագետները։ Գաբրինք տագնապալից ժամանակներու մեջ Հայաստանը ու Սփյուռքը եւ ընդհանրապես մեր ժողովուրդը թիմակրավող տագնապներուն ու մարտահրավերներուն իրադես ու համաբարփակ քննարկումներու նվիրված ներկա նախաձեռնությունը կնկատենք այժմիական ու հրամայական։ Մեր խոսքը կուզենք սկսել հարցադրումով, որ մեկնագետը ու մղիչ ուժը հարգևոր դառնա համագումարի մոդեցումներուն ու արժևորումներուն։ Ուր է այսօր Սփյուռքը հարաբերաբար ինքն իրեն Հայաստանին եւ մեր ազգին ընդհանրական տագնապներուն ու իդեալներուն իրաբաշտ ինքնահայեցողությունը ու արարգայական ինքնակնությունը հերու սկացական ու միագողմանի դատումները էական են մեր թիմակրաված խնդիրներուն եւ մարտահրավերներուն ճիշտ ախտաճանաչումը կատարելու եւ համապատասխան ուղեկիցը ճշտելու համար։ Անուրանալի իրողություն է, որ ցեղասպանութենեն հետո մեր ժողովրդի ծրված ու անօթևան զավակները գազմագերբ համայնքներու վերածելու եւ եկեղեցվո, դպրոցի, ակումբի ու մշակույթի ջամփով եւ ձով զոհողությամբ հայու ինքնությունը բահելու եւ մեր բանջարդիրությունը հետապնդելու գծով եկեղեցին լուսակցությունները ու միությունները ճշտորոշիչ թեր կատարեցին։ Այսօր սակայն դարբեր պատկեր կբարձե Սփյուռքը ան դարբեր մարտահրավերներու դիմաց է համաշխարհայնացած աշխարհի մեջ ուր արժեքները նահանջի մեջ են ու ազգային ինքնությունները գորուստի ենթակա։ Հետևաբար Սփյուռքի ինքնակնական արժևորումը ու մեր գառույցներուն նպատակի ու կորձունեության վերադեսությունը ու վերագենսավորումը կնկատենք անհետաձգելի։ Այլևս չենք կրնար գարձադիբերով, մաշած մտածելակերպերով ու հինցած կործելակերպերով մեր հավաքական կյանքը կազմակերպել։ Երիտասարդությունը մեր շուրջ պահել, նոր սերունդներուն ազգային շունչ փոխանցել ու ազգային իդեալներով շաղախել, երբ մեր մոդեցումները այսօր համահունչ չեն ներկա պայմաններուն ու պահանջներուն։ Այս մտահոգութենեն մեկնած 2023 եւ 24 տարիները մենք հայրապետական հռչակագրով հռչակեցինք Սփյուռքի վերակազմակերպման տարիներ։ Այս գործընթացը հարկ է որ շարունակվի։ Մեկ կողմեն գարչած մնալով մեր արմատներուն եւ մյուս կողմեն նոր աշխարհայացքներու ու հորիզոններու բանալով մեր հավաքական կյանքը։ Սփյուռքը երբեք իր յուրահատուկ օրակարգը չէ ունեցած։ Բացի ապրիլ 24-ի եւ ճակատագրական բահերում համայնքային պատասխանատուներու միջև կատարված հավաքական խորհրդակցություններեն ու միացյալ հայտարարություններեն։ Համասփյուռքյան օրակարգի ձևավորումը ու մտածողության մշակումը
կնկատենք անհրաժեշտ։ Բայելով համթերց իրենց յուրահատկությունը, անոնք պետք է անանչադելի ու լրացուցիչ մասը դառնան համահայկական օրագարկի ու մտածողության։ Հայաստանի վերանգախացումեն հետո Հայաստան սփյուռք հարաբերությունը նպատակասլաց չեղավ երբեք։ Ան չունեցավ ամուր խորք ու հենք, հստակ մեթոդ ու նպատակ։ Փաստորեն անմնաց բիզնեսային ու տուրիստական ոլորտներում մեջ ու չդարձավ հատկապես մշակութային, քաղաքական ու տնտեսական մարզերեններս ծրագրված ու համաբարփակ գործակցություն ստեղծող նախաձեռնություն։ Հայաստանը չգրցավ ճիշտ կերպով օգտագործել սփյուռքի ներուժը ու անոր քաղաքական կարևոր գործոն ըլլալու իրողությունը։ Մյուս կողմեն սփյուռքը հսկա ներդրում կատարեց Արցախին եւ Հայաստանին, սակայն հայրենաշինության բերած սփյուռքի գործոն մասնակցությունը արժանի քնահատանքի չարժանացավ պետության կողմէ։ Իսկ վերջին տարիներում Հայաստան-սփյուռք հարաբերությունը ահավոր վայրեջքի մեջ է։ Պատճառը Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությունն է, ներքին թե արտաքին ճակատներու վրա։ Քաղաքականությունը, որ անբարան կարելի է բնորոշել որպես աբասկային, անհերադես ու վտանգալից։ Այսօր փաստորեն հայ ժողովրդի արժե համագարկը սկսած է խախտիլ, նույն ինքը զայն պաշտպանելու գոչված պետության կողմէ։ Արդարև ինչպես կարելի է լուր ու անդարբեր մնալ, երբ իշխանության կողմէ հետևողական ջիկ կթափվի, ցեղասպանությունը անցյալի փոշիներուն տակ փաղելու, Արարատը արաքածով փոխարինելու, Արցախը անցյալի մեջ պահելու ու եկեղեցին սոսկ պետական կառույց նկատելու, երբ այսպես կոչված հանուն իրական Հայաստանի կշարունակվի ազգային ու կրոնական խորհրդանիշներն ու արժեքները անդեսելու ու նույնիսկ արհամարելու քաղաքականությունը։ Բազմազան վտանգներով հղի այս երևույթին դիմաց սփյուռքի հուսախաբությունը ու անդարբերությունը սկսած է դառնալ դիրական։ Ներկա իշխանությունը նաև կանդես է սփյուռքը, օրինակները բազմազան են ու այլազան։ Եվ ավելին, անգփորձ է բաժանարար քիծեր ստեղծել ու փևերացումներ հարաճացնել սփյուռքեն ներս, հիշեցնելով սովետական միության ժամանակները։ Նման ազգագործան քաղաքականությունը մեզի համար անընդունելի է, նույնիսկ դատապարտելի, ինչպես հաջող շեշտած ենք։ Եզրակացնելով մեր պատկամը, գուզենք հատուկ կարևորությամբ ընդգծել հետևյալ կետերը։ Առաջին, հետ ցեղասպանության եւ ապա հետ Հայաստանի անկախության հարաճացած սփյուռքներու ներդաշնակումը առաջնահերթ հրամայական է։ Արագ մաշումի ենթակա սփյուռքի ազգային ինքնության վերանորոգումը համայնքային կառույցներու աջմիականացումով ու հոգևոր մշակութային ու ազգային արժեքներու գենսագործումով ավելի քան անհետաձգելի է։ Այս գծով առանցքային է թերը Մեծիդան Անգլիկյո կաթողիկոսության։
Երկրորդ, ինքնագետրոն ու ինքնանպատակ սպյուրքի վախճանը գրնա երկար չդեվել։ Սպյուրքի կյանքը հարկ է դառնա Հայաստանանպատակ, սակայն ոչ Հայաստանագետրոն։ Սպյուրքը պետք է ունենա իր ազատ ու յուրահատուկ մտածողությունը ու գործելակերպը։ Ոչ Հայաստանը պետք է փորձե միջամտել սպյուրքի ներքին կյանքին, ոչ ալ սպյուրքը Հայաստանին։ Երրորդ, համազգային, պետական եւ համասպյուրքյան օրագարկերը պետք չէ իրարու հետ շփոթել, ինչպես նաեւ իրարու հագատրել։ Անհրաժեշտ է բահել յուրաքանչյուրին յուրահատկությունը։ Անոնք իրենց առաջնահերթություններով ու շեշտավորումներով հարկ է դարբեր ըլլան, սակայն խորքային ու վախճանական իմաստով զիրար ամբողջացնող, հատկապես համազգային բնույթ ունեցող խնդիրներու շուրջ։ Չորրորդ, համասպյուրքյան օրագարկի մշակումը կետ այս հանգրվանին գրնա դժվարության հանդիպիլ, նկատի ունենալով սպյուրքյան գալույցներու ունեցած դարբեր դիրքորոշումները Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքական ուղղության նկատմամբ։ Սակայն գխորինք, թե անհրաժեշտ է ժամանակավոր բնույթ ունեցող դժվարությունները շրջանցել եւ համասպյուրքյան օրագարկի հիմը դնել։ Նման արդյունաշատ փորձեր վերջին տարիներուն կատարվեցան Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության կողմէ։ Հինգերորդ, համազգային խնդիրներու շուրջ սպյուրքը ըսելիք եւ ընելիք պետք է ունենա։ Ուժեղ Հայաստանի գերդումը, ուժեղ պետությամբ, ուժեղ բանակով ու տնտեսությամբ, ինչպես նաեւ մեր ազգին միության ու ամբողջականության ամուր պահպանումը ռազմավարական խորունկ նշանակություն ունի եւ հետեւաբար համազգային օրագարկի էական մասը պետք է կազմե։ Եվ վերջապես վեցերորդ, անհրաժեշտ է աշխարհակրթական նոր զարգացումներու լույսին տակ ազգային պահանջատիրության ներառյալ Արցախին մեր ռազմավարական ու մարտավարական մոտեցումները ու շեշտավորումները վերադեսության ենթարկել։ Այս գծով էական է թերը սպյուրքին, թելադրելի է, որ ան համատրված ըլլա Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Հաջողություն համագումարի աշխատանքներուն։